բարի լույս իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, այս գեղեցիկ տեսարանով եւ գեղեցիկ խոսքերով էլ սկսում եմ տեսահոլովակս, տեսնում եք անպամած մթնդած եղանակ, տաք, խնդրեմ կանաչում է, լավ կանաչում է, ոնց որ գարուն լինի, գարնան հոտ է գալիս, սիրելիներս, ասեցի դուրս գամ, շնորհավորեմ, բարևեմ և գնամ խոհանոց, ձեզ էլ ինձ հետ տանեմ մեր խոհանոց, այսօր միասին պատրաստելու ենք ավելի շատ բովելու ենք աղանձ, գետնանուշ և սիսեռով աղանձ ենք պատրաստելու միասին, գնացինք բովելու եմ ֆիստաշկա, գետնանուշ, արդեն նախօրոք լվացել եմ, ջրքամել եմ, տեսնում եք դեռ ջրի կաթիլները երևում են, մենք շատ լավ գիտենք, որ գետնանուշի մեջ պարունակում է օմեգա 6-ը, օմեգա 9 ճարպաթթուները, որը մեր օրգանիզմի համար շատ կարևոր է և բարձրացնում է օրգանիզմի իմունիտետը, այսնդեղենը, շատ հարուստ է վիտամիններով և ցինկով, գետնանուշի հետ մեկտեղ նաև բովելու եմ սովորական սիսեռը, նորից լվացել եմ, գիշերը թրջել եմ, մուրչել է, հիմա պետք է աղով բովեմ, գազօջախին դնում եմ չոր տապակը, թող մի քիչ տաքանա տապակը և կսկսենք արդեն բովել, տաքացել է, գետնանուշը լցրեցի տապակի մեջ, պետք է բովեմ աղով, հիմա պետք է ցանեմ աղը գետնանուշի վրա, շատ աղի չեմ անում, մի թեթև, աղի եմ սիրում, բավական է, կարող ենք նաև շաքարով անել, կոզինախի նման, շատ համեղ է ստացվում, ամեն անգամ բովելու հիշում եմ մեր Հայաստանի նոր տարին, մեր մեծերս, կիսուր մայրիկս բովում էին, լցնում տազիկի մեջ, նաև ցորեն էին բովում էին նաև եգիպտացորեն, պտպտիկ, կամետ, փչում էր կիսուրս, մի փեփերը հանում էր, մաքուր, նոր խառնում էինք իրար, դնում նոր տարվա սեղանին, այդ համն ու հոտը կորել է, չկա, վերացել է, առաջվա համն ու հոտը, դա անդաղ բովում ենք, այնքան արգելներս մինչև կեղևը պոկվի և գետնանուշը չորանա, որոշեցի միշտ շաքարով էլ եմ պատրաստում, մի օր էլ այդպես քաղցր կպատրաստեմ, մանավանդ տրնդեզի օրերին պարտադիր էր, աղանձ ենք ասում, չէ՞ մենք աղանձը անում ենք, կրակ ենք վառում, թռնում, աղանձ, կոնֆետներ ցանում, սիրելիներս, որովհետև կապ չուներ, հարց ունեինք, թե չունեինք, միշտ կիսուրս սիրում էր այդ օրերին կրակ վառել, մենք էլ ենք թռնում, չնայած թազա հարց չէինք, բայց ուրախանում էինք, ուրախ երջանիկ տարիներ էր, անցյալը հետ չենք բերի, բայց միշտ հիշում ենք, տխրում ենք, ուրախանում ենք, լավ ենք զգում մեզ, առանց անցյալի չենք կարող ապրել, այսպես դանդաղ կբովեմ, սիսեռն էլ է համեղ լինում, նոխուդը էլ ենք բովում, խառը, կարող ենք էստեղ էլ բովել, բայց որ կանեփը չկա, այն համադրությունը չի լինում, կանեփը ուրիշ համ է տալիս, այսպես, դրել եմ բովելու թորմիկս ասում է պապի աղով չես անում, ասեմ աղով եմ անում, լավ այս անգամ, թեթև աղով, տեսնեմ հո շատ աղի չի, չէ լավ է,
չորանում է։ Այսպես որ բովում էր կիսուրս, միշտ ասում էր, տան մեծը շատ լավ է, տան քոթուկն է, կոճղը, գրական ասած, բայց մեր լեզով քոթուկն է, տան մեծը, դրան օխպեկը, փակը, այո, հարգելիներս, ինչքան մեծանում ենք, այնքան հիշում ենք մեր մեծերի խոսքերը, լավ խոսքերն ենք հիշում, ամեն օրերել ունեցել ենք, լավ էլ, վատ էլ, ուրախ էլ, տխուր էլ, կյանք էլ, միայն լավ օրերով չի սկսվում կյանքը և վերջանում լավ օրերով, ամեն օրեր լինում են կյանքում, հարմարվում ենք, ապրում ենք, գոյատևում ենք, ամեն ինչի հետ, սիրելիներս, Սիրելիներս, մինչ բովվեի, ես ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնեմ ձեզ, ձեր լուսավոր բարի գրառումների համար։ Գիտեք, մեծ աստվածայնություն է, որ մենք մեկս մեկին չճանաչելով տալիս ենք իրար բարի մաղթանքներ, շնորհակալ ենք լինում իրարից, հարգելիներս, Աստծո մեծ լույսն է, որ մարդու հոգու մեջ ծնվում է Աստծո սերը, դուք ունեք հոգևոր լույս ձեր հոգում, որ գրում եք բարի, գեղեցիկ ջերմ գրառումներ, շնորհակալ եմ անչափ ձեզանից, դուք ամենալավն եք, սիրում եմ ձեզ, գրկում համբուրում բոլորիդ, իմ անուշիկներ ջան, անչափ շնորհակալ եմ, այս Հիմա բովենք, եղանակը ցույց կտամ մեզ մոտ տակ, դուռը, տեսեք խոհանոցի դուռը բաց եմ թողել, դեպի պատշգամբ, շատ տաք եմ, կանանչ, անուշ եղանակ, ուղղակի մի քիչ գետինը թացել, չոր էր, մի փեթև երկուր առատ մարվեց անձրևը, արդեն չորը, դա է չոր գարուն, իսկական գարուն, խնդրեմ, արդեն բովնվում է, տեսնում եք, արդեն ուզում է բովնվել, թող լավ չորանա, եթե թաց է լինում, խոնավ մի քիչ լավ չի լինում, չորը համեղ է և կեղևները դուրս են գալիս մաքուր սիրուն, ես կփորձեմ փչել կիսուրիս նման, այլիկիս նման, տերևները, որ սիմիի վրա, չեմ ասում սկուտեր, այս սիմիի վրա, մենք գյուղում սիմի ենք ասում, հիշում եք խմորի սիմիները, հարգելիներս, որ գունդ էինք տանում հաց թխելու, այդ մեծ սիմի վրա լցնում էր, թափեր տալիս, փոշին, վրայի կեղևները պլոկվում էին, դուրս էին գալիս, շատ լավ, ինչ որ այր են տարիները ուրիշ էր, ես ուզում եմ ձեզ հետ միասին, հարգելիներս, ուղիղ եթեր դուրս գալ, չգիտեմ ձեզ որորն է հարմար, ես օրը կնշեմ, ձեզ կասեմ, այդ օրը մենք միասին ուղիղ եթեր կունենանք, ես ձեզ կտեղեկացնեմ հարգելիներս, որ միանաք և ձեր հարցերը տակ, ես էլ սիրով կպատասխանեմ ձեզ, սիրելիներս, խնդրում եմ, որ դիտում եք մինչև վերջ, դիտեք տեսանյութը և լայք դրեք, դա շատ կարևոր է այդ լայքը, շնորհակալ եմ նաև լայքերի համար, բաժանորդագրվելու համար նորեկներից, հարգելիներս, խնդրեմ, արդեն բովնվում է, հիմա տեսնեմ հեչ չորացել է,
Ահա, չորացել է արդեն։ Հիմա սա կվերցնեմ, կդատարկեմ և սիսերը կբովեմ։ Կհանդիպենք սիսերը բովելու ժամանակ։ Դատարկեմ գետնանուշը։ Գետնանուշը վերջացրեցի, հիմա լցրել եմ սիսերը։ Մի փոքր էլ աղ անեմ սիսերին։ Երեխաների համար շատ աղի հարկավոր չէ։ Նորից բովեմ։ Այսօր էլ երեկոյան որ աղանդով զբաղվեմ սուրճի հետ, կսրճենք, կխոսենք, կկիսվենք ընտանիքի անդամներով մեր առօրյա գործերի մասին, աշխատանքի մասին, երեխաների մասին, դպրոցի գնահատականների մասին, մի խոսքով կասենք, կխոսենք, կօգտվենք, կսրճենք որս թեյ, որս սուրճ։ Սիրելիներս, ձեզ գեղեցիկ լավ օր եմ մաղթում, ուրախ տրամադրություն, միշտ ուրախ տրամադրություն ունեք, առողջություն ամենակարևորը բոլորիդ։ Աստված բժիշկ է, հավատացեք Աստծուն, կարդացեք Աղետարան, գոնե օրը մեկ տող։ Դա փրկությունն է մեր, կարդում ենք, հանգստանում, օրհնվում, փառաբանում մեր Աստծուն, մեր Տիրոջը երկնային։ Ամեն ինչ կախված է Աստծո ձեռքերից։ Սա էլ մի քիչ բովեմ, վերջում կհանդիպենք, որ ձեզ ժամանակը թանկ չխլան։ Պատրաստ է, սիրելիներ, սիսերը շատ չենք չորացնում, որ մի քիչ փափուկ լինի, որ շատ չորացնեմ, շատ պինդ կլինի, բավական է, վես դատարկեմ։ Ահա, թող սառի, հիմա ցույց եմ տալի, թե ինչպես է փչում, չի կարելի պատշգամբից փչել, բայց մի մոմենտ ձեզ համար կանեմ, այսպես խնդրեմ։ Տեսնում եք, ահա, այսպես, ներսը կմաքրեմ ես։ Ահա սիրելիները, ստացվեց շատ համով, գետնանուշ, սիսեր, եթե հավանեցիք սխմեք լայքը և դուք էլ պատրաստ եք, հույսով եմ կհավանեք, տեսնակ մի մոմենտ ես ձեզ ցույց տվեցի, թե ինչպես էին սինիի վրա թափահարում, դե դրսում չեմ կարող պատշգամբից, չի կարելի, դա ոչ գեղեցիկ է, ոչ է կուլտուրական է։ Ես այստեղ սինիի մեջ մաքրեցի, թեփուկները վրայի, տեսնում եք մաքուր, սիրուն, աղը տակի նստեց և խնդրեմ փափուկ, շատ, եթե ես չոր վերցնեմ, կչորանա հարգելիներս, դրա համար մի քիչ փափուկ եմ վերցրել, որ փափուկ մնա, այս լիմոն է, տեսեք ինչ գեղեցիկ է, գարուշիկս տնկել է, մի հատիկ, տեսեք բարձրացել է, թափովացել է, սիրունացել է, սա կհանեմ, կտեղադրեմ ուրիշ այսպիսի գարշոկի մեջ, տեսնենք կարող ենք պատվաստել, առանց պատվաստի լիմոնը բերք չի տալիս։ Սա էլ ծննդյանս վարդն էր, Մարինկայիս նվերը, չորացել էր, ամանից տեղափոխեցի այս հողի մեջ, տեսնում եք ինչ լավ աճում է արդեն։ Լրիվ չոր էր, այսպիսի փայտ էր, տեսնում եք մնացել է դեռ։ Խնդրեմ այս փայտը։ Այսպես է բարձրացավ, աճեց, հիմա այլ տերևներ է դուրս տալիս, հույսով եմ, որ նորից կծաղկի։ Սիրելիներս, այսօր այսքանը, սիրում եմ ձեզ, շնորհակալ եմ ձեզանից, ձեր գրառումների և դիտումների համար, ցտեսություն, մինչ նոր տեսահոլովակ, ցտեսություն։